Արդյոք անհրաժեշտ է կրկնել, թե ինչ պատերազմ ու պայքար է մեզ սպասում մկրտությունից հետո։ Արդյոք խոսքը մեզնից դուրս մարտադաշտ փնտրելու մասին է։ Սահմանափակիր փնտրտուքդ ինքդ քեզնով։ Դու պետք է պայքարես քո ներսում, որովհետև քո թշնամին գալիս է քո սրտից։ Սա ես չեմ ասում, այլ Քրիստոս, լսիր նրան։ Մարդու սրտից են ելնում չար խորհուրդները՝ սպանությունը, շնությունը, գողությունը, սուտ վկայությունը, հայոյությունը։ Մեր եկեղեցու ընդհանրական հակասական հայրերից մեկի Որոգինեսի խոսքերն են սրանք, որ վերաբերում է հոգևոր պատերազմին։ Այսինքն մարդը իր մկրտությունից ի վեր հոգևոր պատերազմի մեջ եւ այդ պատերազմը նախ եւ առաջ որպես մարտադաշտ ունի մարդու ներաշխարհը։ Եկեղեցու հայրերից Որոգինեսի այս խոսքերը հրաշալի կերպով ամփոփում են մեր մարդկային կյանքի մի կարևորագույն փորձառություն, որը քրիստոնեական ավանդությունը անվանում է հոգևոր պատերազմ։ Սա ներքին անտեսանելի պայքար է, որը ոչ այնքան ուղղված է մարդուց դուրս ինչ-որ ուժերի էակների դեմ, այլ մարդու ներսում գտնվող մղումների, որոնք շատ հաճախ քնած են, բայց արթնանում են ագրեսիվ կերպով մարդուն մղելով փորձությունների եւ գայթակղությունների։ Հին կտակարանի ծննդոց գրքի հենց առաջին էջերից մենք ստանում ենք մի հրահանգ, հրաման։ Նախ հարցանագրվում է, որ մարդու սիրտը, մարդու միտքը, մարդու ներաշխարհը մանկությունից ի վեր հակված է չարին։ Եվ տրվում է հրահանգը, ասվում է մեղքը դարանակալ է քո դռների մոտ, քո ներսում, հակված տիրելու քեզ, որպես իր ցանկությունը կատարես, բայց դու պետք է իշխես, սանձես այդ մղումները, այդ մեղքի հակվածությունը։ Իմաստութենական գրքերից մեկում մի պերճախոս ասույթ կա։ Նա, ով հաղթում է ինքն իրեն, ավելին է կամ ավելի ուժեղ է, քան նա, ով քաղաք է գրավում։ Նոր կտակարանն արդեն հոգևոր պատերազմը ներկայացնում է որպես մկրտությունից բխող պահանջ, որը սահմանում է քրիստոնյայի ինքնությունը, հավատի պատկերը ինչ-որ իմաստով։ Սա հստակ երևում է օրինակ Պողոս առաքյալի Տիմոթեոսին ուղղված հորդորից։ Հավատի բարի պատերազմ մղիր, ամուր կառչիր հավիտենական կյանքից, որի համար Աստված կոչեց քեզ, եւ որը դու դավանեցիր գեղեցիկ մի դավանությամբ։ Նույն Պողոսը իր կյանքի մայրամուտին հետահայաց ամփոփելով իր անցած ամբողջ կյանքի ուղին, հետևյալ հաստատումն է անում. Բարի պատերազմս մղեցի, ավարտեցի կյանքիս ընթացքը, պահեցի հավատս։